տարի փետրվարին հիշում եք, որ տարին մի օր ձյուն եկավ, քաղաքապետարանը մեղադրեց ապահովագրականներին, ապահովագրականները քաղաքապետարանին, ու դու էլ որ քշում ես, տեսնում ես, երկու մեքենա Բաղրամյանի վրա իրար մի քիչ չանգրել են, խցանումը հասնում է մինչև քանակեր։ Բայց մի հատ բան ելույթի մեջ մի նախադասություն ասիկ, այնպիսի վնաս, որի դեպքում շահագործումը արգելվում է եւ այլն։ Հիմա միջին վարորդը ինչպես պետք է իմանա, արգելվում է թե չի արգելվում։ Մի քանի տարի առաջ վթար եղավ, զանգել եմ ապահովագրական, ասում եմ վթարը 150,000 դրամից ավել է, թե չէ։ Ասում եմ ես վերջին անգամ մի 10 տարի առաջ եմ տարել մեքենան սարքելու, այսօր ինչ արժի գաղափար չունեմ, արի նայի։ Այսինքն այն մեկը, որպեսզի տեղից չվեր կենար, չգար, իր արևին խելոք բան ասում, դե դու մի հատ գնահատի։ Հիմա այս պարագա մի քիչ ավելի լուրջ է, որտեղ օրենք է խախտվում, խախտման ռիսկ կա, այսինքն միջին վարորդը ստեղ մեր մոտ նստածներից, մեքենայա խփել է, բայց ինչ իմանա 50 մետր քշի հետո ինչ կլինի, ստուգման մեխանիզմ կա, թե չէ, շնորհակալություն։ Շնորհակալ եմ պարոն Խաչատրյան հարցի համար, ստուգման մեխանիզմ ըստ էության չկա, որովհետև այդ գնահատականը պետք է վարորդների իրենք ստուգման մեխանիզմ տեղում իհարկե հնարավոր չի ունենալ, հաշվի առնելով, որ ոչ բոլոր վարորդներն են այդ համապատասխան ոլորտի մասնագետները, բայց ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ բյուրոն ի սկզբանե սահմանաչափը սահմանել է հենց այն նպատակով, որպեսզի ա բեռնաթափվի փողոցները եւ բ որպեսզի այդ հավելյալ ծախսերից այդ թվում խուսափեն այդ թվում ապահովագրականները, որպեսզի այսինքն այդ հաշվարկը երբ արվել է, մինչև կգան, մինչև այդ ամեն ինչը կգնահատեն, համապատասխան աշխատող պետքա դրանով զբաղվի եւ այլ, եւ այն ժամանակ այդ ծառայությունը կոպիտ ասած գնահատվել է ավել, քան Երևանում 200,000, Երևանից դուրս 100,000։ Ինչպես ես նշեցի արդեն, այս սահմանաչափը կրկնապատկվել է, Երևանում դարել է 400,000, Երևանից դուրս 200,000, եւ անդրադառնալով ձեր հարցին, որը, այսինքն ինձ թվում է այդ հարցին պատասխանեցի, այդ հարցը վերաբերում էր նրան, թե արդյոք հնարավոր է տեղում գնահատել, թե ոչ։ Չէ, այդ այսօր ուղղակի օրինակ բերեցի, այն մարդն ասում 150,000 եմ, ասեմ ես չգիտեմ, արի նայի։ Հիմա խնդիրն ինչ է, արհեստական խցանում ստեղծելու համատեքստում է հարցը ստրվում։ Դուք ասում եք մեքենան պետք է հեռացնես, եթե այնպիսի վթար, այնպիսի վնաս չկա, որի դեպքում արգելվում է շահագործել։ Այսինքն միջին վարորդը ինքը տեսնում է, որ մեքենան խփած է, ինչ որ մի հատ հեղուկ է հոսում, չգիտի դա անտիֆրիզ է, յուղ է, ջուր է, ինչ որ գոլորշի է բարձանում, այդ մարդը չունի այդքան գիտելիք, որ ասի վթարը, վնասը, որ ինքը ունի, արդյոք դա դեպքում թույլատրվում է շահագործել, թե չէ, եւ իր մոտ գնում է դեպի ավելի ապահով գործունեության ընտրությունը, այսինքն չքաշեմ, թող գան տեսնեն շահագործելու իրավունք ունեմ, թե չունեմ։ Այս պարագայում ձեր օրենսդրական նախաձեռնությունը ինչ լուծում է առաջարկում։ Չնայած կրկնում եմ, այո, մի թեթև երկրներ խազել գնացել են, առավոտյան ժամը 8:30-ից մինչև 10:30 խցանում է, որան թունելի չի, բայց խնդիր կա, որը իմ կարծիքով կամ միգուցե ես լավ չհասկացա, եթե բացատրեիք ավելի լավ կա։ Տեսեք, պարոն Խաչատրյան, ուրեմն այս ձևակերպումը առաջարկվել է ներքին գործերի նախարարության կողմից, որովհետև օրենքով սահմանված են այն դեպքերը, որոնց պարագայում ավտոմեքենան շահագործելը չի թույլատրվում։ Ես ասում եմ, որ օրենքով դա նախատեսված է։ Երկրորդը, քանի որ բովանդակային առումով այս օրենքը ըստ էության առնչվում է ձեր կողմից նշված այդ փոքր խազերին, այդ դեպքերում ձեր կողմից նշած դեպքերը վերաբերելի չեն։ Այսինքն, երբ որ բախումը կամ վթարը այն աստիճանի ուժգին կլինի, որի արդյունքում ինչ որ բաներ պետքա դուրս թռնեն ավտոյից, ծուխ գնա բան եւ այլ, բնականաբար այն դեպքերը չեն, որը քննարկման առարկա է։ Եվ ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ բարեբախտաբար այս դեպքերը իրենցից կազմում են մոտավորապես 80-ից ավել տոկոս դեպքերը ընդհանուր վթարների, ինչը վստահաբար էական փոփոխություն կստեղծի այս օրենքի ընդունումից հետո։